Շարունակում է կենտրոնի առավոտյան ծրագիրը, մենք շատ հաճելի հյուրերի ենք տաղավարում մեր հյուրընկալում, շարունակեք հետևել միշտ մեր եթերին, առավոտը սկսել հենց կենտրոնի հետ։ Հունիսի 17-ից 25-ը Փյունիկ զարգացման կենտրոնի ցուցասրահում գործում է Էվոլյուցիա խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հեղինակի 2021-ից 26 թվականների մոտ 22 կտավ։ Հետաքրքիր խորագրի, ինչպես նաև նկարների ու ընդհանուր գործունեության մասին ենք խոսելու մեր հյուրի հեղինակի հետ։ Գեղանկարիչ Արեգ Վահրամանյանն է այսօր մեր տաղավարում եւ ցուցահանդես այսպես տրամաբանական ավարտին է իր մոտենում, բայց գանք ակունքներին։ 2021 թվականին ինչպես եք որոշել, որ պետք է նման խորագիր լինի, կտավները սկսեք նկարել, թե ժամանակին, թե ավարտին եք խորագիրը որոշել։ 2021-ին ոչ թե որոշվել է ցուցահանդեսի մասին, այլ ոնց որ այդ ժամանակ ես զինծառայությունից եկել եմ ու սկսել եմ նկարչությունը էլի, Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջն եմ ավարտել այդ ժամանակ, եկել եմ ու սկսել եմ նկարել մինչև այսօր ու այդ 21-ից 26 թվականը ոնց որ այդ մեծ էվոլյուցիան եղել է նկարների մեջ ու դրա համար որոշեցի, որ ինչ-որ ցուցահանդես է պետք բացել, որ ոչ միայն դիտորդը գա նայի, այլ ես ինձ տեսնեմ ցուցասրահում ոնց այդ էվոլյուցիան գնում։ 21 թիվը պատահական թիվ չի, նաև երբ դուք եք զորացրվել, այսպես ասենք, երբ այդ պատերազմյան այդ ամեն ինչի բովը կար, նկարներում ինչպես են ձեր ստեղծագործություններում արտահայտվում է դա, ինչ հոգեվիճակ էր այդ շրջանում, երբ 5 տարի կտրվածքով ներկայացված էր, ինչ փոփոխություններ են այդ ընթացքում տեղի ունեցել։ Նախ ուզում եմ ասեմ, որ 2020-ի այդ վատ շրջանը ինչ որ հետևանք թողել է նկարների մեջ, կորոնայի այդ շրջանը, ոնց որ շարք արեցի կորոնայի, 3 նկարով տրիպտիխ ու դրանից հետո մի հատ ուրիշ շարք եմ սկսել, երկրներ երկրում էր կոչվում ինքը, որտեղ տարբեր երկրներից վերցված էր ինչ-որ շինություններ ու դրված էր մի երկրի մեջ, որտեղ այսինքն սահմաններ չկային նկարի մեջ ու այդ ոնց որ խաղաղության թեմա էր ավելի շատ։ Որ երկրներն էին հետաքրքիր է, ինչ եք ներառել։ Ինչ որ կոնկրետ երկիր, եթե անկեղծ չեմ ներառել, ուզում եմ ասեմ, այն կարևոր երկրները, որ ինչ որ հայտնի շինություններ ունեն, օրինակ Սիդնեյի շինությունը հայտնի, այդ շինությունները այցեքարտերը իրենց, այսպես ասենք, այո, երկրների։ Իսկ այս 22 կտավները, եթե այսպես փորձենք անդրադառնալ, ո՞րն է ձեր ամենասիրելին, որի վրա եք շատ երկար աշխատանք տարել, այսպես կուզեմ կտավների մասին մանրամասնենք։ Վերջի շրջանն է ինձ, որ շատ հոգեհարազատ է, այդ բնանկարների շարքն է, այդ ինձ թվում է գալիս է այդ մանկական մենք տեսնում ենք նաև այս պահին մեր էկրաններին մանկական այդ ժամանակահատվածն է, որ ամառները գնում էի գյուղ, մենք լոռուց ենք, գնում էի գյուղ ու այդ ոնց որ նստվածքը հիմա թողնում է էլի կտավների մեջ։ Հետաքրքիր ձեռագիր կա այս ամեն ինչում, որ երևում է, լույսից թվերի եւ ընդգծված են աշխատանքները, սովորաբար օրինակ ժամանակակից նկարիչների մոտ ես շատ եմ տեսնում, ինչ որ լղոզված sense աշխատանքներ։ Ավելի դասական, այո։ Հա, ոնց որ իմ մոտ այդ դասական ու ժամանակակիցը ինձ թվում է այստեղ արդեն բոլորովին абստրակտ տավներ։ Դա այդ շրջանը ինքը զգացողություններ թեմաներ, տարբեր զգացողություններ նկարել եմ ոնց որ ոչ թե զգացողություն նկարել եմ ուղղակի զգացողություն, այլ ինչա կատարվում մարդի օրգանիզմում, ուղեղում։ Ինչ դրական լույսով են ներկայացված գրեթե բոլոր։ Ահա, հենց իմ այն նախադասության, որը ամեն ինչ դրական է, եկանք այսպես ավելի։ Սա կարծես լուսանկար լինի։ Սա շորժումը։ Մակրությունը նկարների եւ կտավների, երբ որ մենք տեսնում ենք, առաջին կտավը ո՞րն է եղել, որով եք սկսել աշխատանքը։ Առաջի կտավ երևի 5-6 տարեկանում նկարել, դե ոնց որ հայրս էլ է նկարիչ, ժառանգական այսպես ասած։ Սենց իր արվեստանոցում նստած միշտ նկարել եմ մատիտներով ալբոմների վրա խզբզել եմ, հետո ներքին ինքնով ենք սկսել։ Ոնց որ 5-6 տարեկանում որ արդեն մի քիչ մեծացա, papan արդեն սկսեց վստահել նաև կտավներ ակրել ներքերը։
սկսեցի Թանկ նյութերը նաև 18-ամյակին ակրիլների տուր եք Ավելի շատ ինչ տեխնիկայով եք սիրում աշխատել, ինչով եք սիրում։ Տեխնիկա կտավ յուղաներկ եմ հիմնականում անում, բայց պահա լինում, որ գալիս է ու սենց ուզում ես ինչ-որ մեծ ուրիշ բան անես, այս վերջերս օրինակ մատիտներով եմ շարքարը, գունավոր մատիտներով, պաստելներով էլ եմ աշխատում յուղամատիտներով, բայց հիմնական գործերս, որ անում եմ, կտավ ու յուղաներկն է։ Ժամանակակից աշխարհում, երբ որ արվեստը այսպես նոր թափ է առնում, ինձ հետաքրքիր է երիտասարդները ինչպես են կարողանում Հայաստանում գործել, աշխատել, կա ինչ-որ հարթակ, կա ինչ-որ աջակցող ուժեր, որոնք, չգիտեմ, հարթակ են տրամադրում այդ ամեն ինչին, թե պետք է տենց ինքնագործունեությամբ զբաղվել, պրպտել։ Ինքնագործունեությամբ պետք է զբաղվել։ Հիմա նու աշխարհը ավելի հասանելի է դարձել ու on-line գալերիների շնորհիվ ու вообще գալերիաներ կան, որ լավագույններին ընտրում են ու ցուցադրում են։ Ամեն դեպքում, բայց հայտ պետք է ձեզանից էլ լինի, էլի, ինչքան էլ իրենք ընտրեն, վերջո երկկողմանի process է։ Իհարկե, ինձ է։ Որն է հաջորդ քայլը լինելու խորագրով այս ցուցահանդեսից հետո, այսպես օրեր անց չէ, վաղը ցուցահանդեսը ավարտվում է եւ հետագա քայլը, որն է միշտ այդպես է, չէ, ինչ որ մի կետի հասնում ես եւ արդեն, չգիտեմ, ես ենթադրում եմ, որ արվեստի ոլորտի ներկայացուցիչների մոտ արդեն հաջորդ քայլն է, հաջորդ այսպես նպատակակետն է դրված։ Նու մի շարք եմ սկսել, որ դիպլոմայինս 15 օր առաջ ա եղել, Գեղարվեստի ակադեմիան ավարտեց Որ բաժնում եք սովորում։ Գեղանկարչություն։ Ենթադրել էր։ Մի շարք եմ սկսել, որը կոչվում է հիշողության խեղաթյուրում ու այդ շարքի հիմա այս ցուցահանդեսին ներկայացված չի եղել ու այդ շարքը դեռ շատ պետք է զարգանան ու էսքիզները կան արդեն մոտ 10-15 հատ։ Երևի մյուս տարի կամ 2 տարի հետո ուրիշ ցուցահանդես կունենամ այդ խորագրով։ Հրաշալի։ Մասնագիտական այսպես վարպետություն չասեմ, բայց ավելի կատարելագործման անզարգացման առումով Հայաստանը այդ հնարավորությունները տալիս է, թե գեղանկարչին ավելի Իտալիա, Ֆրանսիա ձգտում են այդ երկրները։ Ես օրինակ մտածում եմ, որ նկարիչը եթե ուզում է զարգանա, պետք է զարգանա ինքն իրենով։ Այսինքն ինչ որ երկիր կապ չունի, որովհետև հիմա շատ հասանելի է աշխարհը։ Մենք բացում ենք Google, ամեն ինչ տեսնում ենք ժամանակակից արվեստի բումանողներին։ Էլ ինչի գումար ծախսեն գնանք, չէ՞ իրականում։ Նու իրականում արվեստը տեսնելը, հա, զգացողությունը տալիս է, բայց որ ասես գնաս այնտեղ սովորես պարտադիր է, դա այդքան էլ պարտադիր չի ինձ թվում, բայց ցուցասրահներ այցելելը պարտադիր է։ Իսկ ձեր սովորաբար օրինակ չեմ կինո աշխարհի, երաժշտության աշխարհի մարդիկ ոգեշնչվում են կտավներից հակառակ։ Ձեր ոգեշնչման աղբյուրը որտեղից է գալիս, դուք որտեղից եք ոգեշնչվում։ Ինձ թվում է այդ կինոն, երաժշտությունը շատ իրար հետ կապված են։ Մենք էլ կինոներից էլ ենք ազդվում, նո այս շարքը, որ ասում եմ հիշողության խեղաթյուրում, այդ դրանից առաջ մի հատ շարք ունեի, որը կոչվում էր ենթագիտակցության կառավարում։ Ու այդ շարքը հենց սկսվել էր Քրիստոֆեր Նոլանի սկիզբը ֆիլմից, ոնց որ այդ ազդեցությունն է ունեցել։ Իսկ երաժշտությունը, չգիտեմ, կարող է ինչ-որ մեծ բառ լսես, մի հատ ինչ-որ նախադասություն լսես, որ քեզ ուղղորդի ինչ-որ նոր շարք անելու։ Իսկ օրինակ եթե մենք գնում ենք այսպես համաշխարհային կտավներին, համաշխարհային աշխատանքներին, ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը, ում աշխատանքներն եք դուք նմանացնում ձեր ձեռագրին։ Իմը օրինակ շատ է տարբերությունը եղել հենց այդ 21-ից 26 թվական ու դրանից առաջ էլ 18-ից օրինակ 26 թվական, որ հիշում եմ օրինակ Թերլեմեզյանում էի սովորում, այդ իմպրեսիոնիստները միշտ իմ համար այդ ոգեշնչման աղբյուրն են եղել, Սեզանը որ շատ սիրել ու իրանով տենց ապրել եմ, բայց հիմա շատ է փոխվել ու օրինակ Դեյվիդ Խոքնեին են հիմա շատ սիրում, Ալեքս Կոլվիլին ու էլի նմանատիպ շատ նկարիչներ կան ու հետևում եմ։ Իսկ կանք այո ժամանակակից այսպես հայաստանյան իրականություն կանք հայ նկարիչներից ով է այսպես ոգեշնչում պատկերասրահը կամ թանգարանն եք սիրում հաճախում։ Հայ նկարիչներ հիմա շատ լավեր ունենք, օրինակ Մուրադյան Տարոնը, Վավ Հակոբյանը, ինչու ոչ հայրս, ումից շատ ազդեցություն է լինում։ Շատ ունենք ու իրոք որ չեն զիջում ոչ մի համաշխարհային նկարիչների։
Մենք հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ հունիսի 17-ից 25-ը Փյունիկ զարգացման կենտրոնի ցուցասրահում գործում է Էվոլյուցիա խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 21-ից 26 թվականի շուրջ 22 կտավներ եւ մենք առիթ ունեցանք խոսելու թե ինչ մանրակրկիտ աշխատանք է, նաեւ այսպես ձեզ շահագրգռելու են իմաստով, որ դուք տեսեք ինչ աշխատանքներ են, գնացեք, մոտիկից տեսեք եւ քաջալերեք հայ երիտասարդ նկարչին։ Շնորհակալ Արեք ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք ցանկանում ձեզ, այսպես լայն հորիզոններ, մեծ հանդիսատես ասեմ այցելուներ, լեցուն թանգարաններ ու ցուցասրահներ։ Ես եմ շատ շնորհակալ։ Շնորհակալ ենք, որ օրը սկսել եք մեզ հետ, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Այսօր չորեքշաբթի էր 24-ներ հունիսի։ Մենք ավարտում ենք այսօր թերևս մեր աշխատանքը, ձեզ մաղթելով հրաշալի աշխատանքային օր։ Մնացեք կենտրոնի եթերում դիտելու մյուս հաղորդումները։ Լավ եղեք։